Գոյամարտ սերիալում ինտրիգներն արդեն հասել են այնպիսի աստիճանի, որ յուրաքանչյուր նոր զարգացում ոչ միայն առաջ է տանում սյուժեն, այլ կոտրում է կերպարների ներքին աշխարհը։ Այս փուլում պատմությունը դարձել է ավելի մութ, ավելի հոգեբանական և շատ ավելի անկանխատեսելի։ Էռնայի գիծը հիմա սերիալի ամենաողբերգականներից մեկն է։ Նրա համար տեղի ունեցածը պարզապես բացահայտում չէ, այլ ամբողջ կյանքի փլուզում։ Նա տարիներ շարունակ ապրել է այն հավատով, որ իր եղբայրը ուժեղ, արդար և պաշտպանող մարդ է։ Այդ իդեալական կերպարը նրա համար հեյնարան էր, բայց մի ակնթարթում այդ ամենը փլվում է։ Իմանալ, որ Հունանը սպանել է ոչ միայն Ավոյի եղբորը, այլ նաև իր հարազատ հորը, սա արդեն հարված է, որը դժվար է դիմանալ։ Նույնիսկ եթե Հունանը փորձում է արդարանալ, ասելով, թե դա տեղի է ունեցել մորը պաշտպանելու պատճառով, նման արարքը չի կարող ընդունվել որպես արդարացում։ Էռնայի հոգեկան աշխարհը սկսում է քանդվել։ Նա այլևս չի կարող անտարբեր լինել իրականությունը, և ներսի ցավը ժայթքում է։ Նրա գործողությունները դառնում են անկառավարելի, և հենց այդ վիճակում էլ տեղի է ունենում ամենաշոկային պահերից մեկը։ Երբ Ավոն վերադառնում է տուն, Էռնեն հարվածում է նրան։ Սա ոչ միայն ֆիզիկական հարձակում է, այլ նաև նրա ներսում կուտակված ամբողջ ցավի, զայրույթի և հիասթափության պայթյուն։ Ավոն ընկնում է արյունոտ վիճակում, կորցնում գիտակցությունը։ Այդ տեսարանը սերիալի ամենաուժեղներից է, որովհետև այստեղ բախվում են ոչ թե պարզապես երկու կերպար, այլ երկու ճակատագիր։ Սակայն ինչպես արդեն հրապարակված կադրերից է երևում, Ավոն չի մահանում։ Սա շատ կարևոր է, որովհետև նրա կերպարը դեռ ունի մեծ դեր այս պատմության մեջ։ Բայց Էռնայի համար հետևանքները ծանր են լինում։ Նա հայտնվում է հոգեբուժարանում։ Սա սերիալի այն հազվադեպ պահերից է, որտեղ բացահայտ ցույց է տրվում, թե ինչքան վտանգավոր կարող են լինել ճշմարտությունները, երբ մարդը պատրաստ չէ դրանք ընդունել։ Էռնան դառնում է զոհ ոչ միայն իր եղբոր անցյալի, այլ նաև այն իրականության, որը նա չի կարողանում ընդունել։ Միևնույն ժամանակ սերիալը զուգահեռ զարգացնում է մեկ այլ ոչ պակաս կարևոր գիծ։ Գրիշոն հայտարարում է ընտանիքին, որ ցանկանում է ամուսնանալ Մանանի հետ։ Սա շատ լուրջ քայլ է նրա կողմից։ Եթե նախկինում նրա զգացմունքները կարող էին դիտվել որպես անցողիկ կամ ոչ լիովին գիտակցված, ապա հիմա պարզ է, նա պատրաստ է պատասխանատվություն վերցնել։ Նա ոչ միայն սիրում է, այլ նաև ցանկանում է այդ սերը դարձնել ընտանիք։ Բայց այստեղ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Գրիշոյի անցյալը, նրա արածը Դավիթի հետ, ընտանիքների միջև ատելությունը, այս ամենը մեծ խոչընդոտներ են։ Նրա հայտարարությունը կարող է բախում առաջացնել ոչ միայն իր ընտանիքում, այլ նաև Մանանի հարազատների շրջանում։ Մանանի դիրքն այս իրավիճակում նույնպես շատ բարդ է։ Նա կանգնած է ընտրության առաջ՝ ընդունել սերը և փորձել նոր կյանք սկսել, թե մնալ անցյալի սահմաններում ու չվստահել։ Այս ամենի ֆոնին սերիալը դառնում է առավել քան երբևէ լարված և խորքային։ Այստեղ ճշմարտությունը կարող է կոտրել մարդուն, սերը կարող է լինել և փրկություն, և վտանգ, իսկ ընտանիքը կարող է վերածվել ամենամեծ փորձության։ Առաջիկա սերիաները խոստանում են շատ ծանր ու որոշիչ զարգացումներ։ Ինչ կլինի Էռնայի հետ հոգեբուժարանում, կվերադառնա Ավոն, և ինչ քայլեր կանի հետո, կընդունի արդյոք Մանանը Գրիշոյի առաջարկը, և ինչ արձագանք կտան նրանց ընտանիքները։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ ոչ ոք ապահով չէ, և յուրաքանչյուր որոշում կարող է փոխել բոլորի ճակատագրերը։ Բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր զարգացումներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և սպասել նոր բացահայտումների։ Խոստանում ենք շատ հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ և իհարկե նորություններ կապված շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների և հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչպես կընդունի Գրիշոյի ընտանիքը նրա հայտարարությանը, արդյոք նրանք պատրաստ են հանուն իրենց երեխայի երջանկության դեմ դուրս գալ իրենց սկզբունքներին։ Իհարկե դա բացառված է, քանի որ Մանանի ընտանիքն էլ դեմ է այս ամենին, և շատ շուտով, հատկապես երբ պարզվի, թե ով է սպանել նրանց հորը, նրանց համատեղ կյանքը և սերը կլինի դատապարտված։
Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է ու լարված։ Լեոն ու Լեան հասկացել են իրար, բայց սա ժամանակավոր է, նրանց միջև սերը հնարավոր չէ, նրանց ընտանիքները թշնամիներ են, բայց ամեն ինչ դեռ առջևում է, ինչ նոր բացահայտումներ են սպասվում, ինչ է տեղի ունենալու առաջիկայում, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և միացեք մեր ալիքին ու շատ շուտով կբացահայտենք, թե ինչ կապ կա Արամի ու Հունանի միջև, ինչու է վերադարձել Արամը, ինչու է Հունանի կողքին մշտապես, շատ հետաքրքիր է լինելու։